20 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, ավելի քան 1.5 միլիոն դոլարի ներդրումներ, ավանդներ, 10 միլիարդի այլ անձանց տված փոխառություններ, մասնաբաժիններ տարբեր ընկերություններում ու ևս 22 միլիարդ դրամ։ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն ապօրինի է համարում թվարկվածը։ Այս ամենը պատկանում է 10 տարի Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Արգելանք է դրվել Քոչարյաններին պատկանող Toyota Երևանի 30%-ի, Orange Fitness-ի 50%-ի, Nairi Insurance ապահովագրական ընկերության 60%-ի, Կոնգրես հյուրանոցի և Play City ժամանցի կենտրոնի բաժնեմասերի վրա։ Այս գործով անցնում է նաև Քոչարյանի գործարար որդին Սեդրակ Քոչարյանը։ Բռնագանձման ենթակա նրա ունեցվածքի աշխարհագրությունը սկսվում է Երևանի կենտրոնից և ձգվում մինչև սաֆարիներով հայտնի Տանզանիա։ Քոչարյանի մերձավորներից գործարար Սամվել Մայրապետյանից էլ դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել 5.5 միլիարդ դրամ։ Ըստ դատախազության նա այլ անձանց հետ Տերյան փողոցի այս շենքի բնակարանների 1 քառակուսի մետրը վաճառել է 770,000 դրամով, բայց փաստաթղթերում ներկայացրել է 66,000 դրամ։ Մայրապետյանը Քոչարյանների հետ սեփականատեր է Toyota Երևան ընկերությունում։ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից և ընտանիքից բռնագանձման է ենթակա 241 միլիոն դրամ, 1 բնակարան և 2 ավտոկայանատեղի։ Սերժ Սարգսյանի եղբորից Սաշիկ Սարգսյանից և նրա տղաներից դատախազությունը ցանկանում է պետականացնել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձում մասնակցություն և 5 միլիարդ 92 միլիոն դրամ։ Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը Լյովա Սարգսյանն ու նրա երեխաները ըստ գլխավոր դատախազության մոտ 9.5 միլիոն դոլարի ապօրինի ծագման գույք և դրամական միջոցներ ունեն։ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանից դատախազությունը 8.2 միլիարդ դրամին համարժեք գույք և ֆինանսական միջոցներ է ցանկանում բռնագանձել։ Դրանց թվում են Երևանում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5-ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5-ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում։ Իսակովի պողոտայում գտնվող 4 հողամասերը Ղազարյանը վերադարձրել է պետությանը ձեռք բերված համաձայնության շրջանակում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, քաղաքական կուլիսներում հայտնված Գագիկ Ծառուկյանից բռնագանձման է ենթակա 79 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 86 միլիարդ դրամ, 39 ընկերությունում բաժնեմաս և բաժնետոմս։ Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ ապօրինի ծագման գույքերի ցանկը 16 էջ է։ Այդ էջերում ներառված են Շանգրիլա խաղատունն ու Փարավոն ռեստորանը, Արինջի բարձունքում գտնվող Շքեղ առանձնատունը և այլ գույքեր։ Ապօրինի համարվող գույքերից ընդգրկուն ցանկով Ծառուկյանից հետ չի մնում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք սուպերնախարար համարվող Գագիկ Խաչատրյանը։ Դատարանի առջև կանգնած ֆինանսների նախկին նախարարից ու նրա հետ փոխկապակցված 25 անձանցից բռնագանձման ենթակա գույքերի թիվը 210 է, որից 60-ը Երևանում։ Դատախազությունը պահանջում է նաև պետականացնել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպությունում ունեցած մասնաբաժիններ և ավելի քան 40 միլիարդ դրամ գումար։ Երևանի նախկին քաղաքապետ, շուրջ 2 տասնամյակ պետական այլ բարձր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանից բռնագանձման է ենթակա 16.8 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի ծագման ունեցված։ Սա ներառում է 33 բնակարան, գերակշիռ մասը Հյուսիսային պողոտայում, 2 առանձնատուն Մոնումենտի բարձունքում, ինչպես նաև ծագումը չհիմնավորված միլիարդավոր դրամներ։ Ավելի քան 1.5 միլիարդ դրամի գույք էլ նախատեսվում է բռնագանձել Երևանի երկարամյա քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանից։ Բռնագանձվող գույքերի թվում են նաև Ավան վարչական շրջանում գտնվող այս եռահարկ առանձնատունը, որը բակի և հարակից շինությունների հետ միասին զբաղեցնում է 1578 քառակուսի մետր տարածք։ Ըստ գլխավոր դատախազության միայն Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանից բռնագանձման ենթակա է ևս 8 բնակարան, ինչպես նաև 1 ամառանոց Ջերմուկ քաղաքում։ Երևանի մեկ այլ նախկին քաղաքապետ Երվան Զախարյանը պետք է ապացուցի նոր Նորքում գտնվող 1.6 միլիոն արժեք ունեցող այս առանձնատան, ինչպես նաև հարևանությամբ գտնվող 212 միլիոն դրամանոց գույքի օրինականությունը։ Բանվորից մինչև քաղաքապետ ու նախարար աշխատած Զախարյանից բռնագանձման է ենթակա 24 միավոր գույք։ 59 անշարժ գույք, տրանսպորտային 4 միջոց, 30 ընկերությունում մասնաբաժին և շուրջ 21 միլիարդ դրամ։ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու ընտանիքից այսքանն է համարվում բռնագանձման ենթակա։ Այդպես էլ չբացահայտվեց, թե Աբրահամյանը չնայած առկա քրգործերին ինչպես կարողացավ վաճառել Մոնումենտի բարձունքում գտնվող և խորհրդարանի շենքի նմանությամբ կառուցված այս առանձնատունը, որի գնորդը գործող իշխանության հետ ջերմ կապեր ունեցող նորահայտ
գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքն է։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից նրա եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը պետք է հիմնավորի, ինչպես է ձեռք բերել Lexus մակնիշի ավտոմեքենան։ Խոշոր անշարժ գույքերը Երևանի կենտրոնում Վաղնի թաղամասում գտնվող Ելիսեյան պալատին նմանվող գերշքեղ առանձնատունը 1 հեկտար ափամերձ տարածքը Սևանա լճի մերձակայքում, ինչպես նաև 1 միլիարդ 78 միլիոն դրամ է։ Եթե Օհանյանը չկարողանա հիմնավորել ծագման աղբյուրները, այս ամենը պետք է փոխանցի պետությանը։ Սյունիքի մարզը 12 տարի ղեկավարած այժմ հետախուզվող Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները դատարանում պետք է ապացուցեն, որ ավելի քան 19 միլիարդ դրամի գույքն ու դրամական միջոցները ձեռք են բերել օրինական ճանապարհով։ Ըստ դատախազության Խաչատրյանը կասկածելի ծագման 5 անշարժ գույք ունի Երևանում ու Գորիսում։ Դրանց թվում է նաև Երևանի կենտրոնում գտնվող աչքի ընկնող այս առանձնատունը։ Հանրապետական իշխանության մեկ այլ ներկայացուցիչ նախկին падգամավոր Մհեր Սեդրակյանից բռնագանձման ենթակա է ապօրինի համարվող 11 միլիարդ դրամի գույք։ Դրանց թվում են Երևանում գտնվող 21 անշարժ գույքերը, ևս 1 անշարժ գույք էլ Կոտայքի մարզում։ 6 միլիարդ 700 միլիոն դրամի եւ 1 միլիոն 600 հազար դոլարի գույք էլ ենթակա է բռնագանձման բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանից։ Ցանկում բացի դրամական միջոցները նաև բնակարաններ ու բաժնեմասեր են տարբեր ընկերություններում։ 12 տարի ոստիկանական համակարգում, որից 7 տարին ոստիկանապետի պաշտոնում աշխատած Վլադիմիր Գասպարյանը եւ նրա ընտանիքը եւս անմասն չեն մնացել ենթադրյալ ապօրինի հարստացման առնչվող գործերից։ Պահանջվում է Գասպարյաններից հօգուտ պետության բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում, 1 բնակելի տուն, 2 բնակարան եւ 1 ավտոտնակ։ Բռնագանձման ենթակա գույքերի ցանկում է նաեւ այս շքեղ առանձնատունը։ Գասպարյանը Factor TV-ի հարցապնդումների արդյունքում խոստովանել էր, որ իր աշխատավարձով չէր կարող նման տան տեր դառնալ։ Միաժամանակ, սակայն, չէր ասել, թե ինչ միջոցներով է ձեռք բերել։ Գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 135 միլիոն դրամ։ 1 միլիարդ 400 միլիոն դրամի ապօրինի ունեցվածքի բռնագանձման հայց էլ ներկայացվել է Վլադիմիր Գասպարյանի փեսայի նախկին հանրապետական падգամավոր Արթուր Գևորգյանին։ 9 տարի Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ 4 տարի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցրած Աղվան Հովսեփյանից բռնագանձման ենթակա է 29 անշարժ գույք, որոնց թվում շքեղ առանձնատներ են։ Այս մեկ օրինակ Մոնումենտում, սա Սարյան փողոցում, իսկ այս երրորդը Բյուրականում։ Իսկ ահա այս անվերջ ձգվող պարիսպը, որից այն կողմ շքեղ առանձնատուն եւ այլ շինություններ են, Կոտայքի մարզի Արգել գյուղում է։ Հովսեփյաններից բռնագանձման է ենթակա նաեւ 9 ընկերություններից բաժնեմասեր եւ 2.5 միլիարդ դրամ։ 390 միլիոն դրամի ենթադրյալ ապօրինի գույք էլ ունի ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Արման Սահակյանը։ Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանից բռնագանձման է ենթակա 3 բնակարան եւ 142 միլիոն դրամ։ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանի գույքերից անօրինական են համարվում 12 անշարժ ու 3 շարժական գույքերը, ինչպես նաև 723 միլիոն դրամը։ Այս հայցապահանջների ֆոնին նշենք, որ հակակոռուպցիոն դատարանը մերժել է դատախազությանը եւ վարույթ չի ընդունել Նավասարդ arczepiskopos Կճոյանից ենթադրյալ ապօրինի ծագման գույքը պետականացնելու հայցապահանջը։ Թե Կճոյանի որ գույքերն են համարվում անօրինական, գլխավոր դատախազությունը չէր բացահայտել։ Կճոյանի անունը տարիներ առաջ կապվում էր մի կոռուպցիոն պատմության հետ։ Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին է։ Դրա կիզակետում էր հայտնվել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այսպիսով գլխավոր դատախազության հայցադիմումներով բռնագանձման է ենթակա 1300 անշարժ եւ 251 շարժական գույք, ինչպես նաև 335 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է ավելի քան 587 միլիարդ դրամ։ Մինչ այս պետության եւ ապօրինի գույք ունեցողների միջև կնքվել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 7 անշարժ եւ 1 շարժական գույք, ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ։ Իսկ ահա 2024 թվականին հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 4 վճիռների համաձայն վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո բռնագանձվելու է 5 անշարժ եւ 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ։